Մեկը չավարտված նոր մրցավազք է սկսվում։ Այս անգամ վազքողի են դուրս եկել ելք ցույց տվող թարսվողը, Ծիրանագույն թագուհին եւ ֆլամինգոների արքան։ Երևան դարձավ դարերը սանցել Ֆլամինգոյապաշտ գիտնականը չի ուզում թողնի քաղաքագլխի աթոռը եւ զբաղվի գիտական գործունեությամբ։ Փոխարենը մի բոլ ասֆալտ է լցրել վազքողու վրա ու ցանկանում է հեշտացնել իր ճանապարհը դեպի փողաբեր աթոռ։ Իսկ նախորդ մրցավազքում մեծամասնության ձեռքին գործիք ծառայած տնօրենները պատրաստվում են դատի տալ իրենց ջրի երես հանածին։ Ջրի երես է դուրս եկել նաև կոշիկ, հագուստ, ինչ-որ մթերքներ։ Հայերևեն հայտնի ընկերությունն է, որի սեփականատիրոջ համար ձայն բերողները պետք է պարգևատրվեին, իսկ գործ չանողները ուրիշ աշխատանք փնտրեին։ Եթե իմ կրթությունը կազմակերպողները ուղղակի ցուցակներ էին կազմում, ապա այս սուպերմարկետի անձնակազմը անցել էր լուրջ թվերի։ Օրինակ Անուշ Ադամյանը բերել է 14 ձայն։ Իզնից շատ ձայն խլացներին սպասվում էր մեծ անակնկալ, ուղևորություն դեպի Սիրո քաղաք։ Հուսով եմ միակողմանի ավիատոմսով։ Չէ, իմ խնդիրը իրանք չեն, ու ոչ էլ գաղջ մթնոլորտն է։ Իմ խնդիրը իրանք պարագլուխն է։ Ուրեմն ես կենաց պետք է ասեմ։ Բայց մենք ինչպես տատս էր ասում, Գլխից պետք է բռնենք, մեծերի։ Գլխից պետք է բռնենք, մեծերի։ Գլխից պետք է բռնենք։